Երիտասարդ գիտնականներ, ակադեմիկոսներ, էկոլոգներ, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումն այս անգամ արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ էր։ Մեկ հարկի տակ էին հավաքվել մշակույթի երևելի ու ականավոր դեմքեր, քննարկելու իրենց ոլորտներում առկա խնդիրները։ Նպատակը երկարվեստի, պարարվեստի, թատերական աշխարհի ներկայացուցիչների հետ իրենց ոլորտներում տիրող իրավիճակի մասին զրուցելը, խնդիրների բացահայտումն ու հնարավոր լուծումները նախանշելն էր։ Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը աշխարհին հայտնի է իր հնագույն մշակույթով եւ այս ոլորտի խնդիրների կարգավորումն առաջնային բնույթ է կրում։ Արվեստի մշակույթի շնորհիվ է, որ մենք այսօր կանք հազարավոր ազգեր են եղել, ավելի քանակով ավելի մեծ, ավելի հզոր, բայց այսօր որ ոչ պետությունն է, ոչ պետականություն, ոչ մշակույթ, ոչ արվեստ։ Բայց քանի որ մենք ունեցել ենք, դրա հիման վրա այդ պահը պահպանվել է։ Տեսնելով հարգարժան մեծ մարդիկ, ովքեր ձեռագիր ունեն, մեծամասնությունը ոսկի տառերով գրվելու է այդ մարդկանց ապրածը, անցածը, թողածը, որ այսօր այդ մարդիկ ասենք թե մինչև հիմա էլ ծառայում են արվեստի համար, կարողանան գիտելիքները փոխանցել իրենց այն երիտասարդներին, ում հետ որ շփվում են, որոնք արժան են ուշադրության եւ հնարավորության։ Ասում եմ, թեթևակի ուշադրություն մարդը ավելի մեծ պարտավորության է իր վրա վերցնում։ Ոտերը գետնից կտրում, որ կա վերաբերվում, կա ուշադրությունը, ավելի պարտավորված է զգում, ավելի շատ անելու։ Հանդիպման շրջանակներում մշակույթի երախտավորները բարձրաձայնեցին առկա մի շարք ցավոտ խնդիրների մասին, որոնց լուծումը նաև ազգային դիմագիծը պահպանելու մեր երկրի առջև ծառացած գերխնդրի լուծմանն է ուղղված։ Շատ ճիշտ եք ասում, մի քաղցր խոսքի կարիք ունենք մենք առաջի հերթին։ Այստեղ նստած բոլոր սպիտակահայր արվեստագետները պետք է շնորհակալ ենք իրենց, որ շարունակում են կպած մնալ իրենց գործին։ Ուրախալ է, որ սպորտից բացի դուք նաև արվեստին եք դեմքով շուռ գալի եւ կարծում եմ, որ սա կլինի սկիզբը մի շատ հետաքրքիր համագործակցության։ Բարձրաձայնված մի շարք խնդիրների ուսումնասիրության, դրանց լուծման ուղիների մշակման նպատակով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկեց մշակույթի գործիչներին ստեղծել աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի հենց ոլորտի լավագույն մասնագետներից։ Եկեք մենք իրոք ստեղծենք այդ խորհուրդը բոլոր ճյուղերից ներկայացուցիչներով դնենք, հավաքենք, ասենք, մեզ հարկավոր է Հայաստանի մշակույթի բարձրացման համար այսինչ բաներ անել։ Պարոն Ծառուկյան, այս է մեր բարձրացնող հարցը, մեզ հարկավոր է անպայմանորեն ստեղծել մշակութային օպտիմիզմի դաշտը մեր երկրի մեջ։ Մենք չունենք, մենք անդադ կուլտուրայի կորստի վրա ենք կողմնորոշված, որ կորցնում ենք ամեն օր։ Нужно брать более какие-то крупные, очень централизованные какие-то проекты, которые бы выдавали бы всю ценность армянской культуры, литературы и искусства в целом. Պատրաստ եմ մշտապես լինել ձեր կողքին ու աջակցել ծրագրերի իրականացմանն ու խնդիրների լուծմանը, նշում է Գագիկ Ծառուկյանն ու հավելում, որ ձևավորվելիք խմբին նախնական 100 միլիոն դրամ է տրամադրվելու մշակույթի պահպանման ու զարգացման ծրագրերի մշակման համար։ Երիտասարդ գիտնականների նույն ձև ստեղծեցին խորհուրդ, արժանացան խրախուսման, ակադեմիկոսների հետ հանդիպման ժամանակ մենք այդ գումարները հատկացեցինք ազգային ակադեմիային, հերթը, որ հասավ մեր արվեստի մարդկանց, որը մենք այսօր խոսեցինք, իհարկե սա նախնական սկզբունքներ, ծանոթանալու, մեկս մյուսին լսելու, ես պատրաստակամ եմ առաջի քայլը կատարելու, դրա արձագանքը, արդյունքը նկատելով համապատասխան պատրաստ ենք ավելի շատ անելու։ Ընդհանուր 100 միլիոն նախնական տրամադրվելու է, որ դա ճիշտ օգտագործման դեպքում, այո, եթե դա արձագանքը, արդյունքը մեծ եղավ, ուրեմն ավելի մեծ է լինելու։ Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ սա աննախադեպ քայլ է, երբ քաղաքական կուսակցությունը դռները բացում է տարբեր շերտերի ներկայացուցիչների առաջ, համատեղ առանձին ոլորտներում առկա խնդիրները բացահայտելու ու քննարկելու համար։ Սա նոր մշակույթ է մեր հասարակության մեջ, երբ քաղաքական կուսակցությունը իր դուռը բացում է անկուսակցականների առջև, ոլորտի աշխատողների առջև, համակիրների առջև, սա այն դեպքն է, որ կուսակցությունը համախմբում է իր շուրջը հասարակության տարբեր շերտերին։ Ես ուղղակի կարող եմ ողջունել պարոն Ծառուկյան ձեր առաջարկությանը եւ ձեր ուշադրությունը քո երկրի նկատմամբ։ Ես քույր հոգու մատաղ պարոն Ծառուկյան ջան, այս ինչ անձնավորություն ես։ Ու եկել եմ այստեղ դնել եք ժողովուրդ ջան։ Մենք գիտեք ինչ կա, չենք կարող մարդուն գովել, գիտեք, չենք կարող մենք հայերս չենք ինչ որ բան չունենք գովել։ Ես ինչ բան ենք անում։ Ջիգյալը գովացեք, լավին լավ ասեք, ջիգյալով ասեք, լավ ասեք ախարի։ Բատին բատ, շատ բատ ասեք ախարի։ Այնպես որ ես անկեղծ եմ ասում, չեք պատկերացնում, անկեղծ եմ ասում, ես
այս հանցի համար ամբողջ կյանքս ուզում եմ տալ։ Մշակույթի երախտավորներին պետք է գնահատել ու մեծարել նրանց կենդանության օրոք, քանի որ դրանից նրանք ավելի են ոգևորվում, մեծանում է արարելու ու ստեղծագործելու ցանկությունը։ Ցանկացած մարդու համար էլ աշխատանքի գնահատականն առավել պարտավորեցնող է։ Այսօր էլ այս դժվարին պայմաններում դուք ստեղծագործում եք, ձեր գիտելիքներն ու փորձը հաղորդում երիտասարդ սերնդին, եւ այդ իսկ պատճառով ձեր կատարած աշխատանքը պետք է ըստ արժանվույն գնահատվի։ Հանդիպման ավարտին նշում է Գագիկ Ծառուկյանը, իսկ վերջում պայմանավորվածություն՝ շատ շուտով հանդիպել ու քննարկել արդեն մշակույթի ոլորտում առկա կոնկրետ խնդիրների լուծման կոնկրետ բանաձևերը։